Հարցս ուղղում եմ Պաշտպանության նախարարին, պարոն Պապիկյան, երբ մենք խոսում ենք խաղաղությունից, որոշ ընդդիմադիր շրջանակներ փորձում են տպավորություն ստեղծել, որ մենք անտեսել ենք բանակը եւ ոչինչ չենք կատարում այդ ուղղությամբ, թե սպառազինությունների, թե մնացած աշխատանքների առումով եւ որ իրենք պիտի գան ու ինչ որ ուժեղ ձևով վերակառուցեն մեր բանակը։ Իհարկե, այդտեղ թեման զգայուն է, հասկանալի է, որ շատ արված աշխատանքներ մենք չենք կարող ամբողջությամբ ցուցադրել կամ դրա մասին խոսել, ինչ հնարավոր է դուք եւ մեր գործընկերները դրա մասին ներկայացնում են, բայց կխնդրեի գոնե թվերի լեզվով ամփոփ ներկայացնել մենք սպառազինության գծով ինչ ֆինանսավորում այս պահին ունենք եւ եթե հնարավոր է համեմատել մինչև 2018 թվականը եւ 2018 թվականից հետո այդ երկու ժամանակահատվածները զինված ուժերի սպառազինությունների եւ դրա վրա կատարված ծախսերի առումով։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, ինձ միշտ պարոն Պապիկյանը մոտենում է կենտրոնական ամբիոնին, տեղեկացնեմ, որ այսօր նաեւ ունենք եւս մի խումբ ուսանողներ բաց դռներ ծրագրի շրջանակում Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ արևելագիտության ֆակուլտետի ուսանողներն են, բարի գալուստ։ Խնդրեմ պարոն Պապիկյան, համեցեք։ Շնորհակալ եմ շատ կարևոր հարցի համար, պարոն Թունյան։ Եթե նկատում եք, իրականում թեման շաղկապված է նախորդ հարցի հետ։ Այսինքն տպավորություն է, որ որևէ կենտրոնից նույն նամակի հասցեատերերը ստացել են նամակ կամ հանձնարարություն խոսել կամ թիրախավորել անվտանգության հետ կապված հարցեր։ Բայց ես պիտի հիասթափեցնեմ իրենց, որովհետև իրականությունը իրենց պատկերացումներից էապես տարբերվում է եւ պատճառը, որ նրանց մոտ հույս է առաջացել, որ գտել են մեր թույլ տեղը, մեր համեստությունն է եւ իհարկե ոլորտի գաղտնի լինելու հանգամանքը, բայց ես փորձեմ հետեւյալ կերպ ներկայացնել, որ բացարձակ թվեր չհնչեցնեմ, բայց նաեւ պատկերը ավելի պարզ դառնա։ Ուրեմն այսօր 3 հնչեցված հայտարարությունների հեղինակները, որոնք կամ մաս են կազմել նախորդ 2 տասնամյակների, այսինքն 2018 թվականին նախորդող 2 տասնամյակների քաղաքական համակարգերի, կամ նրանց հոգեզավակներն են եւ տարբեր արբանյակները այսօր խոսում են բանակի ծախսերի մասին։ Ուրեմն հետեւյալը կասեմ, որ 1998-ից 2008 թվականներին, այսինքն սա 2 տասնամյակի մասին է 2 նախագահների կառավարման տարիների։ Ներողություն 2018, ներողություն եմ խնդրում։ 1998-2008, 2008-2018 2 տասնամյակի մասին եմ խոսում։ Ուրեմն 2 տասնամյակի ընթացքում արված ծախսերը բանակի վրա, սրանք բացարձակ թվերի մասին է, ֆիքսված պաշտոնական թվերի մասին է։ 5-4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022-ից 2025 թվականներին, այսինքն միայն իմ պաշտոնավարման ժամկետի ընթացքում 5-4 անգամ ավելի ծախս է արվել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման վրա, այլ ծախսերի մասին չեմ խոսում։ Միայն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման վրա, քան դա արվել է 2 նախագահների կառավարման տարիներին 1998-ից 2018 թվականներին։ Եվ ըստ այդմ, հարգելի գործընկերներ, եւ իհարկե նաեւ ձեզ հուշող նամակագիրներ, մեթոդիշկաների հեղինակներ, թվերին նայեք եւ հարց տվեք ձեզ։ Ինչով եք զբաղված, ինչով եք զբաղվում, եւ ձեններդ կտրեք, տեղներդ նստեք, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, արձագանք կա։ Պարոն Թունյան։ Պարոն Պապիկյան, որ թվերի մեջ մարդկանց շատ չխճճենք, մի հատ ամփոփենք, էլի ստացվում է, որ մենք 3 տարում
5.5 անգամ ավելի 3 կամ 4 տարում 5.5 անգամ ավելի շատ գումար ենք ծախսել սպառազինության վրա, քան նախկինում 20 տարվա ընթացքում կատարված ծախսն է։ Ճիշտ եմ հասկանում։ 5 ու 4-ը կլորացրել եմ հոգուտ իրենց։ Եթե մի քիչ ավելի մտածենք, ավելի շատ կլինի։ 5 ու 4 անգամ ավելի ծախս է կատարվել, քան արվել է 20 տարում։ Եթե 18-ից հաշվենք, բնականաբար այդ թիվը շատ ավելի մեծ կլինի։ Ես դրան պարզապես պատրաստ չէ, ես իմ պաշտոնավարման ժամկետի համար նայել եմ վերջերս, դրա համար պատասխանեցի ըստ այդմ։ Առիթ կունենանք նաև առաջիկայում շատ առիթներ կլինենք, խոսենք նաև մնացածի մասին։ Ես խոսում եմ միայն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման մասին, չեմ խոսում աշխատավարձերի բարձրացման մասին, վերջին տարիների ընթացքում կատարված բարեփոխումների, դրանց ֆինանսական ծախսի, ոչ մի, այդ թվում նաև կապիտալ, այլ ծախսերի, այսինքն շինարարական, ինժեներական, այնպես որ ես խնդրում եմ հավաքեք ձեր աղյուսակները եւ զբաղվեք այլ գործով։